Եվրամիության փլուզումը կանխագուշակող պոպուլիստներն ու ազգայնականները ստացան ևս մեկ հարված։ Նիդերլանդներից ու Ֆրանսիայից հետո Գերմանիան յուրովի ազդակ ուղարկեց, մեծ փոփոխություններ չեն լինելու։ Կանցլեր Մերկելի կուսակիցներն են, լինելով ընդդիմություն, նրանք հաղթել են Գերմանիայի ու ամբողջ Եվրոպայի տնտեսական ամենակարևոր երկրամասում։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիան երկրի ամենախիտ բնակեցված ու ամենաբարեկեցիկ հատվածն է։ Այստեղի քվեարկությունը սովորաբար արտացոլում է ամբողջ երկրի պատկերը, եւ հենց այդ պատճառով անցկացվում է Բունդեսթագի ընտրությունից առաջ։ Մենք ունենք երկու նպատակ՝ փոխել սոցիալ-դեմոկրատների կառավարությունը այս երկրամասում եւ դառնալ ամենաուժեղ կուսակցությունը, եւ մենք դա արեցինք։ Սա կանցլեր Մերկելի հաղթանակն է, ակնհայտ է, որ սեպտեմբերին նախանշված ընտրությանը նա ամենայն հավանականությամբ կհաղթի ու կկարողանա 4-րդ անգամ ստանձնել կանցլերի պաշտոնը։ Սոցիալ-դեմոկրատները Եվրախորհրդարանի նախկին նախագահի գլխավորությամբ տապալված են, Մարտին Շուլցի կանցլեր դառնալու խոսակցությունները սպառված։ Մենք հաղթում եւ պարտվում ենք միասին։ Սա ծանր օր է մեր կուսակցության համար։ Անհրաժեշտ է հետեւություններ անել։ Երկու խոշոր կուսակցություններն էլ Եվրոպամետ են, ազգայնականները թիմ ընտրություններում հազիվ 8% են հավաքել եւ լուրջ ազդեցություն չունեն, բայց Եվրոպան ցնցումներից միևնույնն է ապահովագրված չէ։ Քաղաքագետները Բունդեսթագի ընտրությունը Եվրամիության համար ճակատագրական էին համարում, կանխատեսելով Եվրամիության պաշտպանի դերը ստանձնած Մերկելի հեռացման կամ իշխանության հենարանի թուլացման մեծ հավանականությունը։ Կիրակի կայացած ընտրությունը ցույց տվեց հակառակը։ Մերկելի հետևաբար եվրոպական միասնության խաթարված դիրքը անշեղորեն ամրապնդվում է։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։